Խնդրում եմ հարգելի լրագրողներ կոռեկտության սահմանը չանցնենք երկուստեք, խնդրում եմ ձևակերպել ձեր հարցադրումները։ Պարոն Պետրոսյան, սցենարով այսօր եկավ հասավ այստեղ, այս հեծի հարցը, ի վերջո դուք նախագծել եք նաև այս ավարտը, այս վերջաբանը եւ ինչ եք պատրաստվում անել սրանից հետո, որովհետեւ հասկանալի է, որ այդ դուք եք տիրապետում իրավիճակին, դուք եք ստանում, այսպես ասած, կոնկրետ հանձնարարականներ եւ այլն։ Տիրապետում իրավիճակին ձևակերպման համար շնորհակալ եմ, այո, ես տիրապետում եմ իրավիճակին հեծում։ Գործընթացի շրջանում։ Գործընթացը եկաք ու սկսեցիք այստեղ նկատում եք քանդելու, հեծը քանդելու։ Դուք հարց եք տալիս, թե պնդում եք անում։ Խնդրում եմ մեկնաբանեք, ես հարցս արդեն ձևակերպել եմ։ Ձեր հարցին պատասխանում եմ ուրեմն։ Գործընթացը ինքնին շարադրված է էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով եւ ինձ համար մասնավորապես ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելով մի շարք վերահսկողական, ստուգողական եւ այլ գործառույթներ հեծում մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ տևական շրջան հեծում տիրող իրավիճակը թաքցվելով եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից եւ իրավասու վերահսկողական եւ տեսչական լիազորությունները ողջված պետական այլ մարմիններից բերել հանգեցրել այն ճգնաժամային իրավիճակին, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը ստիպված էր վարույթ հարուցել վարչական հեծի նկատմամբ եւ կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով եւ իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ ենթադրաբար հեծը կզրկվի լիցենզիայից, դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների եւ այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որ ես տիրապետում եմ եւ իրավասում եմ այդպիսի ենթադրություններ անել։ Պարոն Պետրոսյան, դուք որպես պետական վերահսկողական ծառայության ղեկավար Հիմա ամենակոռեկտ հարցը ով ձևակերպի, պատասխանեմ իր հարցին։ Շարունակեք։ Ուղղորդման մասով ասեմ, որ որևէ ուղղորդում այդտեղ չկա, ես հանձնաժողովի նախագահի նշանակման պաշտոնյա եմ, ես չեմ կարող ինձ նշանակողին ուղղորդել, հարգելիներ։ Էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունների հետ նախագիծը համանadrական են համարում։ Հենց ի սկզբանե դուք սխալ տեղեկացված եք կամ խեղաթյուրում եք գիտակցված փաստերը, հարգելիս։ Սահմանադրական դատարանի վարույթում գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին։ Քանի դեռ սահմանադրական դատարանը չունի կայացած վճիռ, որևէ մեկ իրավունք չունի ասելու սահմանադրական այս գործընթացը։ Սպասեք սահմանադրական դատարանի վճռի։ Բայց նաև կար համարել հենց ձեր նշանակալի միջազգային դատարանի որոշում եք դատարանը փաստորեն ձեզ փաստի առաջ է կանգնեցել։ Դուք արհամարել եք անգամ միջազգային դատարանի որոշում։ Այդ հարցերի հասցեատերը ես չեմ, գործադիր իշխանությունն է եւ ՀՑԿՀ-ն։ Այդ հարցերին ես կարող եմ անձնական գնահատական տամ, որը զերծ կմնա հիմա։ Չէ, անձնական գնահատական չեմ տա։ Պարոն Պետրոսյան, դուք ասում եք հսկայական բացահայտումներ եք արել ձեր պաշտոնը։ Ջորջան, բայց այս գործընթացը ունի մի շարք կողմեր, վերջապես հանձնաժողով անդամներ, օպոնենտ կողմը, լավագույն փաստաբանները հանրապետության գնահատմամբ, ամենահետաքրքիր մարդը ես եմ, որ բոլորը ինձ եք Լիպարի Դրմեյանը միջազգային դատարանի որոշման հետ կապված հստակ ներկայացրել էր, թե ինչպիսի ընթացք պիտի լինի եւ դրանից հետո ինքը զրկվեց աշխատանքից։ Հիմա դուք ուզում եք մեզ համոզել, որ ամբողջ գործընթացը մի վարքյան, դուք ուզում եք մեզ համոզել, որ այս ամբողջ գործընթացը օրենքի շրջանակում է։ Ես վստահ եմ, որ օրենքի շրջանակում է, ես համոզված եմ, որ օրենքի շրջանակում է, քանի դեռ սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել։
Պարոն Պետրոսյան, Գործող օրենքի շրջանակում է տարի ճշտությամբ գործընթացը։ Պարոն Պետրոսյան, մենք օրենքների շրջանակում։ Հիմա երկխոսությանը վերածում անի ջան։ Պարոն Պետրոսյան, ասում եք բացահայտել եք ձեր այս պաշտոնավարման ընթացքում տարիներ շարունակ եղած խախտումներ եւ ինչ որ փաթեթներ եք կազմել։ 7 տարի իշխանության եք եղել, կա անկախ հանձնաժողով, որ 7 տարի գործել է, որի անդամները նաեւ ազգային ժողովում ներկայացնում են իրենց հաղորդումները եւ այս ընթացքում, այո, դուք էլ ունեցել եք մի պաշտոն եւ մի լծակ, որով ինչու այս տարիներին որևէ անգամ չի հնչել մի հայտարարություն, մի բացահայտում, որը նաեւ կհիմնավորեր, որ այսօր ձեր խոսքը, ձեր ասածները չդրվեն կասկածի տակ։ Շնորհակալություն կառուցողական հարցի համար։ Պետական վերահսկողական ծառայությունը լիազորված է վարչապետի վերահսկողական լիազորությունը իրացնել գործադիր իշխանության մարմինների եւ թիենթակա հիմնարկների նկատմամբ։ ՊՎՑ լիազորությունների մեջ չի մտնում, թողեք հարց պատասխանեք ուզում իմանալ։ Ասեք, պարոն Պետրոսյան։ Եվ ՊՎՑ լիազորությունների մեջ չի մտնում օրենքի ուժով սահմանադրությամբ ձևավորված ինքնավար մարմինների որևէ տեսակի վերահսկողություն։ Այդ մասով դա հաջորդիվ նախորդ շրջափուլի գործունեության համար թիվ 1 պատասխանատու անձը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ նախագահը երկրորդ շրջանի ընտրության հենց սկզբից լքեց իր պաշտոնը։ Ես կարծում եմ դա եւս ահազանգ էր, նաեւ ցուցիչ էր, որ ՀՑԿՀ-ն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն։ Բայց ինչու մի հայտարարություն դուք ո՞նց եք իմացել, որ Հիմա ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, դուք էլ արժեզրկում եք իմ արած հայտ։ Թող հիմնավորեմ իմ հայտարարությունը։ Սպասում են նման Հիմա դուք փաստաբանն եք նախորդ։ Չէ, ես հարց եմ տալիս, ասում եք։ Մեծ շոտ բանի շկապ իմ ասացի, ասում նախորդ շրջանի նախագահը։ Ձեր իշխանության օրոք մարզպետի պաշտոն է զբաղեցրել։ Այսինքն ձեզ հետ համագործակցած մարդ է բերվում դրվում, դա ցուցիչ չէ, բայց Բաղրամյանի հերացումը ցուցիչ է։ Բայց որևէ օրենսդրական արգելք չկա մեզ հետ համագործակցած մարդը, ով այդ պահին վայր է դնում իր կուսակցական պատկանելիության մանդատը, կամ սառեցնում է։ Իր հայացքները սառեցվում էին։ Որպես մի րոպե առաջ վայրա դնում Ժորժ ջան, լուրջ ես խնդրում եմ ամբողջ հանրությունը մեզ նայում է լուրջ հարցեր տվեք, ասեք գնահատական եք տալի։ վստահություն ունեն, Լուրջ հարց տվեք իմ։ Դուք ես ամբողջ process-ը այդքան լուրջ եք համարում, հա? Սա անլուրջ է, բա ինչ եք լուսաբանում որ անլուրջ է։ Եթե Ժորժ ջան, եթե անլուրջ process-ը գնացեք ձեր գործերը, գնացեք պարլամենտում բյուջեն եք քննարկում։ Ինչ եք եկել ՀՑԿ-ը։ Հաղորդության եմ ակնված եղել։ Հանցագործության մասին հաղորդում եք նաև։ Պարոն Պետրոսյան։ Ես հորդորեց։ Պարոն Պետրոսյան։ Ձեր հարցի երրորդ մասն իշխեցրեք էլի։ Ո՞վ մեն ականջիստա կանդատ հնչում է, Շողի ջան, ոնց է։ Պարոն Պետրոսյան, ի վերջո դուք ասում եք կոծկվել է, ես իմ գործընկերուհուն շարունակեմ։ Եթե կոծկվել է հանցավոր ձևով, հանցավոր նպատակով, այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրել ձեր կարծիքով այդ կոծկելու համար, նրանք պատասխանատվության ենթարկվել են, դուք ասում եք հեռացավ Գարեգին։ Չվերջապես լավ հարց տվեցիք, ասեմ ձեզ, այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, որտեղ քննվում են բոլոր այն փաստերը եւ կտրվեն այդ փաստերին քրեաիրավական գնահատականներ, որոնց մասին ես քիչ առաջ մատնանշեցի։ Իսկ ինչու իրավապահները սկսեցին այդ վարույթները եւ այդ ամբողջ process-ը նախաձեռնել հենց այն փուլում, երբ որ Սամվել Կարապետյանը արեց այդ իր կարճ հայտարարությունը։ Գուցե այդ հարցը տակ իրավապահներին հարգելի գործ։ Չէ, դուք դրանից հետո են ընթացք տրվել։ Դրանից հետո Ասեմ ինչու, ասեմ։ Սպառիչ պատասխանեմ ձեր հարցին, որովհետեւ նախքին ղեկավարները հետցի եւ կառավարիչները գուցե հակված չեն եղել, այսպես ասած, իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրապահ մարմիններին եւ բոլոր խախտումները, արերևույթ իրավախախտումները պարզապես որևէ կերպ թաքցվել ու քողարկվել են հեծում։ Որին մեղադրում եք կոծկումների համար, իր հետ հանդիպում եք։ Ես չեմ մեղադրում, ես ասում եմ դա իմ քաղաքական գնահատականն էր։ Դա ինչու չէր այդ դեպքում ընթացք տրվում իրավական, դրան ինչու իրավական ընթացք չկար։ Պաշտոնեական անգործության մասին չէր խոսքը թե։ Ասեք նախկին նախագահային հանձնաժողովի, ասում եք կոծկել է եւ այլն։ Ես այդպեսի բան չասեմ։ Ժորժ ջան, ձևակերպումները ես ամեն բար ճիշտ տեղում օգտագործում, ճիշտ ձևավորեմ։ Բայց միջազգային վարկանիշային ընկերությունը նաև բարձր վարկանիշ էր, հա, տվել այդ առումով ինչ կարող եք ասել, ըստ էության ավելի բարձր էր, քան անգամ պետության։ Շնորհակալ եմ լավ հարցի համար։ Հիմա պատասխանեմ այդ հարցին եւս սիրով, անհասկանալի է մնում մինչ օրս, թե մեր պետության միջազգային վարկանիշից
ինչպես են բարձր վարկանիշ տվել մեր պետությունում գործող մասնավոր ընկերության։ Ինձ համար է այդ հարցը։ Կառավարման համակարգի համար։ Կառավարման համակարգի համար մոտիս կառավարման որակի համար տվել էր ավելի լավ են կառավարում, քան պետության ներկայացուցիչները պետությունը հավանաբար այդ հարմարության մեջ։ Հիմա հավանաբար, ասում եք հավանաբար։ Հիմա ես ասում եմ ես իմ տարակուսանքն եմ հայտնում, թե ինչպես էր Moody's-ը պետության վարկանիշից մեկ միավոր ավելի վարկանիշ տվել նույն պետության օրենսդրությամբ, այդ թվում պետության կարգավորների ներքո գտնվող եւ պետական մարմնի կողմից լիցենզավորվող մարմնին մի միավոր ավելի տվել։ Բայց այդ միավորը հանելով եկավ ընկավ իր տեղը նորմալ է։ Հեծը մեր պետության հավասար ռեյտինգային միավորն է, սպայն չէ առողջ է։ Ստացվում է, որ բոլորը Բարձ եք ստանում Սամվել Կարապետյանի հաշվին, կասեք չեք ամաչում ընդհանրապես։ Ես թե ինչքան աշխատավարձ եմ ստանում, դա իմ անձնական Ժորժան, խնդրում եմ մի անջատեք, մարդիկ իմանան, թե հոսանքազրկում ունենք, բայց հոսանքազրկում չունենք 30%-ով հոսանքազրկումների վիճակագրությունը նվազել է մեր երկրում այլևս։ 5.2 միլիոն աշխատավարձ եք ստանում Սամվել Կարապետյանի հաշվին, պարոն Ասեմ, Պետրոսյան։ մենք վերացնում ենք գիշերակցականներ, տեխնիկական խնդիրներ ենք վերացրել եւ նաեւ հերթապահություն ենք պատշաճ իրականացնում։ Ձեր հարցին կպատասխանեմ սիրով։ Ասեմ ձեզ, թե ինչքան եմ աշխատավարձը, ես պաշտոնատար հայտարարատու անձ եմ, իմ հայտարարագրում կտեսնեք անշուշտ, բայց ես ձեր հարցինի պատասխան կարող եմ ասել։ Ես եւ իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք այն միլիոնավոր ու տասնյակ միլիոնավոր դրամ պարգևավճարներից, որոնք ստացել են այս որոշումը վիճարկող եւ ազատված պաշտոնյաները։ Այդ հարցերը մի անգամ ինչի չեք իրանց ուղղում, որ մենակ ինձ եք։ Սամվել Կարապետյանի հաշվին 5 միլիոն դոլարներ չեք։ Այդքան չվստահաբար։ Լավ, բայց Անձնական հարցեր, եկեք անձնական իմ իրավունքները չպատասխան ձեր այդ հարցին, հաջորդ հարցերը։ Ժորդ, բայց 4 հոգի զուգահեռ հարց եք տալ, ես բոլոր այդ հարցերը չեմ կարողանում։ Մի վարդյան թողավարձ Հարցը сайн մասին է, որ Սամվել Կարապետյանի հաշվին դուք այդ աշխատավարձը ստանում եք միլիոնները։ Ասում եմ չեք ամաչում ստեղծված այս գործընթացի համար։ Բարոյական է իմ հարցը, հասկանում եք, դուք իրավական Դուք բարոյական քարոզ եք կարդալ այդ գործընթացում։ Բացի այդ ներողություն։ Ես պարոն Կարապետյանի ինչ ազդեցություն։ Ես պարոն Կարապետյանների ընտանիքի համար բավականին մեծ շնորհակալ գործ եմ արել 3 ամիսներին, 3.5 հարգելի գործընկերներ։ Հիմա հիմնավոր եմ ասածս։ Ես եթե ոչ միլիարդավոր, ապա հարյուրավոր միլիոն դրամների խնայողություններ գնման գործընթացների արդյունքում ներդրումային ծրագրի իրականացման մատակարարումների գործընթացների թափանցիկությունն ապահովել արդյունքում, ինչպես նաև միջին ու վերին օղակներում արկա ստվերային շրջանառության դեմ պայքարելով ահռելի խնայողություններ մարել, որոնք վերջնարդյունքում դառնալու են շահույթ եւ դրա շահութահարկը վճարելով Կարապետյանի ընտանիքը դիվիդենդ է հանելու վերջնարդյունքում։ Ես ես կարամ հաշվարկով ներկայացնեմ։ Շնորհակալություն հայտնել եք Սամվել Կարապետյանին ձեզ X գումար աշխատավարձ։ Ձեր հարցը կոռեկտ չի։ Ինչ կոռեկտ չի, շնորհակալ եմ թե ոչ։ Դուք ասացիք, որ նախկին նախագահ Հարգեք ձեր գործընկերուն։ Մարդը կարող է չտալ, Ախր չեք պատասխանում։ Գործընկերս Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք։ Այո։ Օրենքը վեր է, չէ՞ բոլորիցս։ Ես օրենքի ուժով եմ լիազնում իմ լիազորությունները։ Ձեր հարցի պատասխանը բարոյական առումով Սամվել Կարապետյանն է։ բարոյականության դասեր մի տեղ որ ասենք բարոյական դաշտ հասիվ այնքան հարցեր կար մեր երկրում 7 տարի անց հասանք հեցի հարցի չեմ կարող կանխատեսումներ անել։ Հիմա արժե զրկում եք հարցերը, խնդրում լուրջ հարցեր։ Ազգայնաշիր հայտարարություն արեցիք նախկին նախագահի վերաբերյալ, նշելով, որ անգործության է ըստ էության մատնված եղել։ Անգործության է մատնված եղել, բայց քիչ առաջ այն մարդը, որը ձեզ նշանակել է ժամանակավոր կառավարիչ, Տաշիր ընկերությունների խումբը միջնորդություն ներկայացրեց բավականին ծավալուն եւ հիմա սրա վերաբերյալ եւ դուք ասացիք, որ ինքը դադարեցրել է իր անդամակցությունը քաղաքացիական պայմանագրի։ Մեկ օրվա ընթացքում դադարեց նաեւ նրա քաղաքական հայացքները, կապերը։ Հիմա դուք լրագրողները որպես պարտավոր եք անաչառ օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել, բայց դուք ներքուստ կունենաք ձեր քաղաքական հակումները ու ազատ եք այդ
համոզմունքների եւ հակումների մեջ ինչպես սահմանադրությամբ է երաշխավորած ձեր մտքի խղճի ազատությունը մեր երկրում։ Ինչ կապ ունի քաղաքականապես ում է հակված անձը իր լիազորությունը իրացնելիս քաղաքական հայացքները, եթե չի դրսևորում եւ քաղաքական նախապատվություններով չի շարժում։ Իվանյան պատասխանի Լրագրողը 4-րդ իշխանության մասը հարգելի։ Ես որևէ քաղաքական հայացքներ չունեմ եւ որևէ պատրաստ եք այդ Ես ցավում եմ մեր լրագրության վիճակի մասին։ Ներողություն, կան մտահոգություններ, որ հեծը ներողություն, կան մտահոգություններ։ Դուք հիմա ինչ հայտարարություններ եք անում։ Ես որևէ մեկին չվիրավորեցի իմ ասելը։ Իմ խոսքերը որևէ մեկին ես ասեցի։ Ես ասեցի։ Մի վարքյան կան կարծիքներ եւ մտահոգություններ, որ հեծը կարող է հայտնվել ադրբեջանցի կամ թուրք ներդրողների ձեռքին։ Հիմա Ով հայտարարեն։ այդպիսի մտահոգություններ Բազենյանը քիչ առաջ ասեց։ Մի վարքյան Սյուզի ջան, հարցը տալիս է։ Թուրքիան եւ արկած կա, որ թուրքական ընկերությունը կարող է պատկանել այս ընկերությունը։ Ձեզանից շատ-շատերը տարբեր երկրներում են եղել։ Վարկած կա, որ դուք ֆինանսավորում եք այդ երկրներից։ Կարող եմ տես պնդում անեմ ես։ Չեմ կարող, չէ՞ պնդում անեմ։ Թե հիմա ձեր նշած անձը ինչ պնդումներ ան, իր պնդումների մասով են հարցադրում, արեք ինչ եք չի հարցնում։ հետաքրքրում ՀՑԿ-ի ներկայացուցչական կազմով ինչու է եղել Թուրքիայում, ում հետ է հանդիպել, արդյոք այդ հանդիպումը կարող է կապ ունենալ հեծում ներդրումներ անելու հետ, դա ձեզ չի հետաքրքրում, որովհետև խոսվում էր ազգայնացման մասին, հիմա ոնց որ մտահոգություններ կան թրքացման։ Դա ինձ այնքանով է հետաքրքրում, որքանով ինձ հետաքրքիր չէ, թե դուք որ ուժի կենտրոնից եք այդ պատվիրած հարցերը ձևակերպում հարց կա, քիչ առաջ նշանակում մտահոգություններ կան, որ ձեր գործողությունները Թուրքիայից են պատվիրված։ Ես հայտարարություն եմ քիչ առաջ, ինչ են ձեզ հարցնում եմ։ Դուք եք անցնում։ Դուք եք անցնում։ Հարցեր Ջորջան, ռազմավարական օբյեկտի հետակա ճակատագիրը բացառապես կանխորոշվելու է ՀՑԿ ընդունած այսօրվա կամ գուցե հետաձգված մինչև ամսի 18-ը մաքսիմում որոշման բովանդակությունից ՀՑԿ-ն է այն լիազոր մարմինն ու սահմանադրական ինստիտուտը, որը պետք է կանխորոշի, թե ով որ երկիրում հետ գնաց, դա որևէ ազդեցություն, որևէ բան չի նշանակում, մասնավորապես ինձ համար։ որ Թուրքիայի եւ Ադրբեջանից ներդրումներ չեն լինելու հեծում, կարող եք երթվել։ Դա մեր հասարակության կարևոր հարց է։ Դուք ինչ մասնակցություն եք։ Չէ, ուզում եմ որ Ժուրնալիստիկայում երթվելու ինստիտուտ կա։ Չէ, ես ուզում եմ որ ձեր խոսքը, որովհետեւ կառավարության անդամները Թողեք ես իմ Ես թողեք Ջորջան իրավունք ունեմ 5 րոպե ընդգծում ունենալու։ Ես ձեր հարցեն չեմ պատասխանում։ Դուք ազգայնացնելու Ես տվող կամ վերցնող չեմ հեծը հարգելիս թարգեք ես Դուք այդ գործընթացը նպաստով եք, այդ գործընթացի մեջ տեղում եք։ Բայց ճիշտ չես անում։ Սրանց հետո ինչ ալի։ Դասեր մի Մեզ րոպեն հասցրու չեն այդ Թողեք նստեմ իմ տեղը ես Պարոն Պետրոսյան, ամեն դեպքում ինչ կշահի պետությունը, եթե հեծը զրկվի լիցենզիայից, եւ բնակչությունը ինչ կշահի չեմ կարող ձեզ։ հիմա կանխատեսումներ անել որոշումը լինի որոշում ես կմեկնաբանեմ ես չեմ կարող Այսինքն միջև կանխատեսումը որոշումը պետքա լինի, որ նոր օրենքի գերակայությունը երաշխավորել Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։